The community. Հաղորդման գործընկերներն են Գարիկի մոտ, Dark Tint, Sky Glam։ Բայց բոլորին է այդպես լինի, թե կարծում ես օրինակ որոշ Ողջույն ձեզ։ Հյուրեր ընդունում եք։ Իհարկե։ Մեծ սիրով, շատ ուրախ եմ։ Շատ ուրախ եմ, Բարով որ եք եկել։ հյուրընկալել ես։ Ողջույն Արմենուշ, լավ է։ Բարև ջան։ Լավ, շնորհակալություն։ Լիլիթ, ինչպես է սկսում օրդ։ Որտեղից է սկսում։ Գիտեք ինչ, բոլոր օրերը երովի պետք է սկսել, երբ որ դրանք դառնում են միապաղաղ եւ միանման, դառնում է փոքրին սովորական եւ անհետաքրքիր։ Եթե հարցնում եք ամեն օրվա կյանքը ինչով է սկսում, ապա ինչպես մեծամասնության մոտ արագ փորձում ես այն առաջի պահերը նվիրել քեզ, այսինքն զգալ սուրճի բույրը, մեկուսանալ պատշգամբում եւ առավել եւս որ առավոտը լինում է փոքրին զով եւ սիրում եմ որ զով է լինում, թեթև քամի է լինում, դերձել վլոց է լինում, ինչ որ սկյուռիկ է վազում, անգամ մեծ ագրավ, ես սիրում եմ իմ պատշգամբից դիտել այդ ամենը, վայելել այդ հանգիստը, բնականաբար թերթել հեռախոսը, ինչ է կատարվել գիշերվա ընթացքում, մեր գիշերվա ընթացքում Հայաստանում, հետևել լրահոսը, քանի որ այնուամենայնիվ զարկերակս աշխատում Հայաստանի հետ մեկտեղ, եթե ամեն ինչ խաղաղ է, լավ է, շատ ուրախ եմ լինում, անգամ կարող շատ եմ սիրում դիտել հումորային, պոզիտիվ նյութեր, որոնք բարձրացնեն իմ տրամադրությունը եւ շատ ծանր եմ տանում, երբ որ առավոտը սկսվում է շատ ոչ հաճելի նյութերի տեղեկանությունների։ Մնացածը, ինչպես բոլորը, արդեն նստած մտածում եմ, Աստված իմ ինչից սկսեմ։ 10 րոպե հետո, 15 րոպե հետո, ինչպես ցանկացած հայկին թափում եմ։ Տուն, դպրոց, տան գործը, դպրոցի գործը, այսինքն երկուսը համարժեք են, երկուսն էլ իմն են, իմ տունն են, իմ ընտանիքն են, իմ երեխան են, այսինքն ինչպես կազմակերպեմ եւ որ պրիզմայից, որ անկյունից սկսեմ օրս։ Լիլիթ, քանի տարի է բնակվում ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Արդեն լրացավ, մոտ 4 տարի։ Քանի որ դու նշեցիր, որ սա քո երկրորդ տունն է, քո ընտանիքն է, դու մեզ հյուրընկալել ես քո տանը։ Ուզում եմ մի քիչ պատմես, թե երբ այս մտահաղացումը եկավ քո մոտ եւ ինչից որոշեցիր, որ սա անհրաժեշտ է մեր համայնքին, երեխաներին, մտահաղացման մասին մի քիչ կպատմես։ Ասեմ, դեռևս Հայաստանում ես արդեն ունեի Լիլիթ նորաձևության դպրոցը։ Դա բոլորս գիտենք։ Այո, եւ ես պարապում էի ավելի 19-20 պլյուս աշակերտների հետ, մինչև 45 տարեկան անգամ աշակերտուհիների հետ։ Ուզում եմ ասեմ, իմ գործունեությունը վերջին տարիներին նվիրված էր իմ փորձը, իմ տարիների փորձը, հա, փոխանցելու աշակերտներին։ Ես ունեցա մեկ փորձ գալուց առաջ, երբ որ Հայաստանում կազմակերպեցի մանկական summer school, ամառային դպրոց եւ մեկ անգամ աշխատեցի փոքրիկների հետ, մի քանի ամիս շարունակ եւ նաեւ զգացի, որ ես մեծ անելիք ունեմ անգամ նաեւ փոքրերի հետ։ Այդ մինչեւ դա ես չէի մտածում, որ իմ գործունեությունը կարող է նվիրված լինել փոքրերին, փոքր բալիկներին, սակայն ես մշակեցի հատուկ ծրագիր ակադեմիական իմ գիտելիքների բազայի հիման վրա, մշակեցի ծրագիր երեխաների համար, որը արդեն մտածեցի, որ կարող եմ իրագործել Միացյալ Նահանգներում։ Ինչու իրագործել Միացյալ Նահանգներում։ Ցանկացած ընտանիք, երբ որ գալիս է Միացյալ Նահանգներ, մտածում է, թե ինչ պետք է, ինչով պետք է զբաղվի։ Շատ-շատերը ստիպված են լինում փոխել մասնագիտությունը, հարմարվել կյանքի տարբեր ռիթմերի, սակայն ես մտածում եմ, որ ես վստահ եի ուղղակի, որ ես կարող եմ զբաղվել այս գործով, սա շատ մոտ է ինձ, ես ունեմ շատ ասելիք, ես ունեմ ծրագիր, հատկապես 44-օրյա պատերազմից հետո
երբ որ մի քիչ հուսահատության եւ անելանելության մեծ զգացում կար հուսահատության ցանկացած հայի մոտ, ես հասկացա, որ ամեն մեկս ավելի լավ է զբաղվենք մեր գործով։ Ով ինչ մասնագետ է, ով ինչի մեջ հաջողակ է եւ կարող է իր փորձով ուղի ցույց տալ հայ սերնդին, հայ մանուկներին, օգտակար լինել հայ ժողովրդին, հատկապես ասում եմ երիտասարդ սերնդին, որոնք իրոք մեր ապագան են, կարծում եմ մեր հույսն ու հավատն են, այս պահին պետք է զբաղվեմ հենց դրանով։ Դրա համար միանշանակ էր որոշումը, որ պետք է լինի դպրոց եւ մոտակա տարիները ես պետք է նվիրեմ մեր հայ մանուկներին, մեր հայ սերնդին, մեր հայ գեղեցկուհի աղջիկներին, տարիքային սահմանափակումը 6-ից 16 տարեկան աղջիկների համար է դպրոցը, սակայն ուզում եմ ասեմ, այստեղ միայն նկարչություն չի, այստեղ միայն նորաձևություն չի, այստեղ հնչում է ամբողջ դասերի ընթացքում Արնո Բաբաջանյան, Խաչատուրյան, հայկական երաժշտություն, անձնավոր եւ այդպես շարունակ, այստեղ ինչու՞ չէ ժամանակակից մեր երգիչները Արամեն Պետրի, Ֆորշ, ինչու՞ չէ, բայց ընտրված երգեր, այստեղ մենք ծանոթացնում ենք նրանց հայ գեղանկարիչների հետ։ Համաշխարհային նույնպես, ինչպես տեսնում եք, մենք ունենք բազմաթիվ գրքեր եւ Կլիմտ, եւ Մոնե, եւ չգիտեմ, Պիկասո, ամեն ինչ, բայց առաջինը փորձում ենք, որ ճանաչեն գոնե մեր մեծերին, Սարյան, Մինաս, Սուրենյանց, Կայֆեշյան եւ այլն, էլի դասավանդման միջոցով։ Այստեղ խոսում ենք միայն, օй տեսնենք ով եկավ։ Ներեցեք, խնդրում եմ։ Ո բարև ձեզ։ Այո, դա է, այո, խնդրեմ։ Նախ ուզում եմ մի քիչ ձեր աշակերտների գործերի հետ ծանոթանամ։ Ես տեսնում եմ այդ սենյակներում գեղեցիկ վերնաշապիկներ, այս մյուս սենյակում տեսա գեղեցիկ նկարներ, ուզում եմ ծանոթանանք ու ծնողներին ցույց տանք, թե ինչ կարող են իրենց երեխաները սովորել այստեղ։ Ինչ են դասավանդում, ինչ են սովորում Լիլիթի մոտ երեխաները։ Այո, սա մեր դասասենյակն է, որտեղ մենք նկարում ենք, սովորում ենք գծանկար, գունանկար, ինչպես նաև fashion design, նորաձևություն, էսքիզավորում, նորաձևության էսքիզներ են անում երեխաները, իրենց մտահղացումները գրագետ կարողանում են հանձնել թղթերին, քանի որ արդեն ամեն տարի ունենում ենք տարեվերջյան հաշվետու մեծ ցուցահանդեսներ, մենք տարվա ընթացքում երեխաների աշխատանքները այսպես գեղեցիկ հավաքում ենք եւ ձևավորում ենք եւ այս ամենը ասենց հասեմ հարյուրներով դուք պատկերացրեք հազարներով հավաքվում են եւ այս ամենը տարեվերջյան ցուցահանդեսին ենք պատրաստվում սրանք մեր աշակերտուհիների այդ որ նոր ասում էի fashion դիզայնները այսինքն բոլորը ունեն թեմաներ ստույգ թեմաներ ըստ ինչպես տեսնում եք դուք ինքներդ էլ եք կրահում այստեղ ճապոնական արվեստի վրա հիմնված նկարչությունն է, իր հավաքածուն է, սակայն ուզում եմ ասեմ, այս ամենը երեխաներին մենք ամենակարևորը սովորացնում ենք ավելի տեսնել աշխարհը, ավելի լայն պրիզմայով տեսնել աշխարհը, կարողանալ գեղեցիկ բնությունը ընդունել որպես ոգեշնչման աղբյուր բնության ամեն մի փոքրիկ ծաղիկը, տերևը, ճյուղը կարողանալ նկատել, սինթեզել, ապրել դրանով եւ դա վերածել եւս նոր կյանք տալ արդեն նկարների հագուստի տեսքով։ Սա իմ Լինայի աշխատանքն է, սա իմ Սարայի հրաշալի էլի տաղանդավոր աղջնակ նրա աշխատանքներն են Սարա Սետրակյանի, սա Էլլայի, Մելքումյան, սա մյուս Սարայի աշխատանքներն են, ես անգիր գիտենք, ես կարծում եմ այսօր մենք ականատես ենք լինում ապագա հանրաճանաչ դիզայներների գործին։ Այդպես չի լինում, որ բոլորը, բայց եթե մեր դպրոցից մի քանի տարի հետո մի քանիսն էլ 2-ից 3 հոգի այս ասպարեզում
ունենան մեծ հաջողություն, ուրեմն մեր կյանքը իզուր չէր, մեր Ես ցավերը, վստահ եմ, մեր որ անքուն կլինեն։ գիշերները իզուր չէին, իրոք 2-ից 3 հոգի էլ էս կյանքում վստահ քայլի այս ասպարեզում եւ հայ ազգանունը բարձրացնի միջազգային հարթակներում, որպես արվեստագետ, fashion designer կամ գեղանկարչուհի, ուրեմն իրոք արժեր գալ Ամերիկա, արժեր անցնել այս տարիները, Ամեն ինչի արժի միջով։ այս մեջքի ցավնել, ոտքի ցավնել, որովհետև մենք իրականում դուք նոր ասեցիք ինչից եք էներգիա ստանում, օրը ինչից է սկսում, օրը չգիտեմ ինչից է սկսում, բայց երեկոն հաստատ եթե սենց է ավարտվում, ինչ էլ ուզում ա լինի, ես ու Արմենուշը հաստատ սենց ավելի երջանիկ ենք տուն գնում, որ երեխաների մոտ արձանագրում ենք նման հաջողություններ։ Մի այսպիսի բան, ես ինքս նկարելուց շատ հեռու եմ։ Ինձ նման մարդիկ կարող են ձեր մոտ ինչ-որ բան նկարել։ Այդ իվենտներում Միչև ինձ հարցնում եք մեր արտոնվային իվենտների մասին, ես արագ-արագ են, որ մայրիկներ կան իրանց բալիկներով, սենց հպարտ արագ-արագ ասում, մի հատ բարի, մի հատ արտասանի, մի հատ նվագի, թող հյուրերը տեսնեն, թե ինչ լավ բալիկներ եմ դաստիարակել ես, գիտեք ինչ, հիմա ես սենց ուղղակի շատ արագությամբ ուզում եմ ուղղակի հպարտանալ մեր սաների աշխատանքներով, ապա այստեղ նայեք ու տեսեք, որ էսա նկարել են տարբեր երեխաներ, այսինքն դրվել է կոնկրետ նատյուրմորտ եւ ամեն մեկը երովի փորձել է տեսեք արդեն սրանք երեխաներն են նկարում, որոնք արդեն մեր դպրոցունի 2.5 տարվա մաքսիմում կյանք եւ արդեն 2.5 տարին է, 3-րդ տարին է հաճախում են մեր դպրոց, ահա թե ինչ արդյունքների ենք մենք արդեն հասնում։ Այստեղ ուղղակի այս պահին դրված են բազմաթիվ աշխատանքներ, որոնք մենք նկարել ենք իվենտների ժամանակ։ Հիմա ինձ ուզում եք ասեք, որ սրանք նկարել են այն կանայք, որոնք ընդհանրապես կապ չունեն նկարչության հետ։ Սրանք են օրինակներն են, որոնք նկարել եմ ես։ Ահա։ Եվ արդեն 3 տարի շարունակ մենք Լոս Անջելեսում կայանում են Art and Wine LA, by Լիլիթ Մարկարյան, այդպիսի երեկոներ, որտեղ հավաքվում են կանայք եւ նկարում են այսպիսի ճկնաղ կտավներ, օրինակ նկարների ընտրությունը կայանում է մեզ մոտ։ Ես սկզբից կերտում եմ այդ կտավը, նկարում եմ, հետո ավելի քան 60-ին միան ժամանակ մի քանի ժամերի ընթացքում նկարում են հենց այս կտավները։ Այս կտավը օրվա վերջում նրանք իրենց հետ տանում են իրենց տուն, իդեպ տան անդամները երբեք չեն հավատում, որ իրենց մայրիկը կամ կինը կարող էր այդպիսի կտավ նկարել, նրանց մոտ առաջանում է նորից ցանկություն ապացուցելու դա եւ շատ-շատերը բազմիցս շարունակական գալիս են։ Կոկո Շանելն ասում էր չկան տգեղ կանայք, կան ծույլ կանայք, համաձայն ես։ Համաձայն եմ, ես համաձայն եմ, որ չկան տգեղ կանայք։ Կան ծույլ կանայք ուղղակի, որոնք իրենց չեն հետևում։ Մի այսպիսի հարց եմ ուզում դիզայներ Լիլիթին տալ։ Քանի որ խոսեցինք կանանց մասին, մի քիչ շեղվենք։ Ինչ ես կարծում, կանայք իրավունք ունեն խառնվելու իրենց ամուսինների հագու կապին, որոշել թե նրանք ինչ հագնեն, ինչ չհագնեն։ Ինչ ճաշակի տեր է։ Ես կարծում եմ, որ շատ տղամարդիկ կան, որ ավելի բարձր ճաշակ ունեն, քան իրանց կանայք։ Ես չեմ կարծում այդ դեպքում կինը պարտադիր է իր քիթիկը մտնի ամուսնու զգեստապահարան, որովհետև ես տեսնում եմ հանճարեղ ճաշակով ճանաչում եմ տղամարդկանց, անգամ այս պահին կարող եմ նշել նաև իմ ամուսնուն, որ ունի շատ բարձր ճաշակ, հենց իր հագուստի ընտրության մեջ։ Իսկ լինում է, որ դիմում է ձեզ ինչ որ հարցում։ Իհարկե դիմում է, բայց երբեք չի լսում, որովհետև կարծում է, որ իմ կարծիքը շատ սուբյեկտիվ է եւ ես նրան միշտ ասում եմ շատ գեղեցիկ ես եւ շատ ես ազում եւ չի հավատում իմ կարծիքին, դրա համար միշտ առաջնորդվում է իր կարծիքով։ Գնանք բլից հարցերին։ Այո, խնդրեմ։ Մոդա թե ոչ։ Ոչ։ Գեղանկարչություն թե դիզայն։ Առաջ դիզայն, հիմա գեղանկարչություն։
Մեծ պայուսակ թե փոքր։ Մեծ Ամենասիրելի գույնը, սև։ ամենահարմար հագուստը, Գիտեք ինչ հիմա ես ինձ կհակասեմ, որովհետև ես էլ եմ վերջերս կրում ավելի հարմարավետ հագուստ ի տարբերություն նախկին տարիների, երբ որ մենք ամեն օր դուրս ենք եկել բավականին ավելի ներկայանալի հագուստով, հիմա շատ ավելի հարմարավետ հագուստ։ ինչն է գեղեցկացնում կնոջը, 3 բան նշեք։ Երջանկությունը, աչքերի փայլը, կնոջը գեղեցկացնում է բարեկեցիկ կյանքը եւ կնոջը երջանկացնում են իր զավակները։ Ինչ չի հագնի Լիլիթը երբեք։ Լիլիթը չի հագնի երբեք, Լիլիթը դա չի էլ հագել երբեք։ Հենց դա էլ չեմ հագնի երբեք։ Լիլիթի տարվա եղանակը, Միայն գարուն։ գարուն։ Չգիտես ինչի ես տենց էլ պատկերացնում էի։ Վերջերս, ընդամենը 2 ամիս առաջ Lilith Art and Fashion School-ը բացեց նաև Կարոձևի դասարանը։ Սա շատ կարևոր էր ինձ համար, այս դասարանը ստեղծելը։ Այստեղ աղջիկները 10-ից բարձր, 10 տարեկանից բարձր սովորում են Կարոձև։ Ունենք ուսուցչուհի Լալան։ Այս երեխաներն են կարել սրանք։ Այո, տիրապետում են կարի մեքենայի տեխնիկական սպասարկմանը, կարի մեքենայի վրա արդեն կարեցին մի քանի օքի իրենց առաջի տաբատները իդեպ։ Հիմա կիսաշրջազգեստներն են կարում մեր առաջի սաները։ Իսկ ինչ տեսնում եք այս կախիչի վրա, քանի որ մեր մոտ հիմա ամառային ծրագիր է, summer ծրագիր։ Մեր աշակերտները ունենում են summer ծրագրի վերջում միշտ այդպես fashion show, որտեղ ներկայացնում են իրենց իսկ ձեռքերով կերտած ոճերը։ Մենք ուղղակի դրամադրում ենք անսահմանափակ շատ նյութեր։ Այս դպրոցում նյութերը անսահմանափակ են, երեխան հնարավորություն ունի էլ կտորներ, էլ թելեր, էլ չեմ ասում ներկերը են, որ ասում են գետի պես են հոսում, վրձինները հազարավորն են, այսինքն երեխան ունի շոշափելու, որակ զգալու հնարավորություն, դնելու, վերցնելու, թեմաներով ոգեշնչվելու լիք հնարավորություն ունի։ Եկեք խնդրում եմ էլի մի 2 բան է ցույց տամ, որովհետև սա իրոք հպարտանալու բան է, որովհետև դուք հիմա հասկանում եք, որ մեր դպրոցը ուղղակի դպրոց չի, այլ այստեղ իրոք ձևավորում ենք շատ բարձր ճաշակ, հնարավորություն ենք տալիս։ Ասեք, դուք կկրեիք այսպիսի շապիկ։ Ես վստահ եմ ձեր ոճը դիտելով։ Ես ինքս էլ կկրեի, ես իմ աշակերտուհի Լիային ասացի, որ ես Լիա կկրեի այսպիսի շապիկ։ Մեծ սիրով եւ եթե դու դեմ չես, մենք կարող ենք այս շապիկից իմ համար էլ միասին ստեղծենք։ Օրինակ այս Վան Գոգի իրիսները ձեռքով նկարված։ Շատ սիրուն։ Սա Լիլինա նկարել։ Օրինակ այս շապիկը պատկերացրեք վաճառվեր Zara խանութում, որը ստեղծել է մեր Սիլվին 12 տարեկան։ Դե հիմա դուք հասկանում եք, որ երեխաներին մենք կարողանում ենք ճաշակի ուղեկցել։ Հասկանում եք, այստեղ չենք ասում, դե լավ երեխա թող ձեռքը թաթախի ներքի մեջ տպի շապիկին, բայց երեխա է, ինչ եք ուզում, դե շապիկի վրա գույները շուռ տա, հագնի գնա։ Ոչ, երեխան պետքա փոքր հասակից սովորի, որ պետքա ձգտի որակի։ Բացի ճաշակից, որ ճաշակով պետք է լինի, նաև պետք է այդ ամեն ինչ անի շատ որակով։ Ես այսօր ձեր մոտ փոքրիկ մինի դասընթաց անցա Արոյի հետ միասին, չէ՞։ Մենք էլ ենք արդեն ուզում գալ։ Դուք մեծ գործ եք անում, եւս մեկ անգամ շնորհակալ եմ։ Կհանդիպենք ձեր իվենթներից մեկում, անպայման, որին հրավիրվեցինք մենք արդեն Արո։ Անպայման, բայց Արոյին ներս չեն կարելու։ Արոյին այս շորտերով չէ։ Դուք պետք է տենց սիրուն երկար տաբատ հագնեք։ Այդ միսակստով դրեսկոդով անպայման սիրուն շորտով կգա։ Շնորհակալ եմ։ Շատ հաճելի էր, շատ շնորհակալություն, նման փորձ դեռ չէի ունեցել, բայց պարզվեց բավականին հաճելի էր։
Ձեզ հեշտ, ձեզ է հեշտ։ Մերսի շատ։ Պես։